Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է նյարդային հիվանդությունների բուժման մեթոդների ուսումնասիրմամբ զբաղվող Regence Cell Bioscience Holdings հոնկոնգյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 18.3%-ով։ Հաջորդը Alta Beauty-ն է, կոսմետիկ միջոցների վաճառքով զբաղվող ամերիկյան ընկերության բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 11.7%-ով։ Եռյակը եզրափակում է անպային կիբերանվտանգության ծառայություններ մատուցող Scalar ընկերությունը 9.7% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Summit Therapeutics-ը։ Դեղագործական ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 29.5%-ով։ Հաջորդը PDD Holdings-ն է, չինական առաջատար Pinduoduo առևտրային հարթակի մայր ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 19%-ով։ Եռյակը եզրափակում է մեկ այլ դեղագործական ընկերություն Regeneron Pharmaceuticals-ը, որի բաժնետոմսերի գինը նվազել է 16.6%-ով։ Ֆոնդային ինդեքսները անցած շաբաթ նվազել են այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է 50% մաքսատուրքեր սահմանել Եվրոպայից ներմուծվող ապրանքների համար։ Շաբաթվա կտրվածքով Dow Jones-ի ինդեքսը նվազել է 2.5%-ով, S&P 500-ը կորցրել է 2.6%, Nasdaq-ը 2.5%։ Չնայած դրան, S&P 500-ը մայիսին գրանցել է իր ամենամեծ ամսական աճը 2023-ի նոյեմբերից ի վեր՝ 6.2%։ Nasdaq-ի արդյունքները էլ ավելի լավն են՝ 10% աճ մայիս ամսվա ընթացքում։ Դոնալդ Թրամփի մինչև 50% մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարության ֆոնին նվազել են նաև եվրոպական ֆոնդային ինդեքսները, ԱՄՆ բաժնետոմսերի ֆյուչերսները, արժեզրկվել է նաև ԱՄՆ դոլարը, քանի որ մարդիկ իրենց փողերը տեղափոխել են ավելի անվտանգ արժույթներ, ինչպիսին օրինակ ոսկին է։ Ոսկին թանկացել է 2%-ով, նավթի գները աճել են գրեթե 4%-ով։ Չնայած առևտրի հետ կապված շարունակական մտահոգություններին, եվրոպական ֆոնդային ինդեքսները մայիսն ավարտել են աճով։ Հիմնական Stoxx 600 ինդեքսը անցած ուրբաթ 0.1% աճ է գրանցել, իսկ ամիսը ավարտել է մոտ 4% աճով։ Ներդրողների լավատեսությունը կապված է Եվրամիության համար բարձր մաքսատուրքերի սահմանումը հետաձգելու Թրամփի որոշման հետ։ Ամերիկյան ֆոնդային շուկաների երկուշաբթի օրվա անկումը մասամբ պայմանավորված է ԱՄՆ արտադրության ոլորտի վերաբերյալ նոր զեկույցով, ըստ որի արտադրության ոլորտը ավելի շատ է նվազել, քան կանխատեսում էին տնտեսագետները։ Սա անորոշություն է առաջացրել ներդրողների մոտ, քանի որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մաքսատուրքերի նոր քաղաքականության նպատակը հենց տեղական արտադրողներին նոր թափ հաղորդելն էր։ ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը երկրորդ շաբաթն անընդմեջ արտահոսք են գրանցել։ Մայիսի 28-ին ավարտված շաբաթվա ընթացքում ներդրողները ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերից դուրս են բերել մոտ $5.46 միլիարդ։ Այնուամենայնիվ, որոշ ոլորտների վրա կենտրոնացած ֆոնդերը պահանջարկ են ունեցել։ Խոսքը հատկապես տեխնոլոգիական եւ արդյունաբերական բաժնետոմսերի մասին է, որոնք միասին ներգրավել են $1.9 միլիարդ։ Միևնույն ժամանակ պարտատոմսերի ֆոնդերը նույն ժամանակահատվածում գրեթե $7 միլիարդ ներհոսք են ունեցել, գրանցելով ներհոսք 6-րդ շաբաթն անընդմեջ։ Ամենաուժեղ պահանջարկը կարճաժամկետ եւ միջնաժամկետ պարտատոմսերի նկատմամբ էր, որոնք գրանցել են իրենց ամենամեծ շաբաթական ներհոսքը մարտի սկզբից ի վեր։ ԱՄՆ ֆոնդային շուկայի վերջին շրջանի աճը առաջնորդում են հրաշալի 7-նյակի մաս կազմող խոշոր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը, մասնավորապես Microsoft-ը, Apple-ը, Meta-ն եւ Nvidia-ն։ Tesla-ն, Nvidia-ն եւ Microsoft-ը մեծ աճ են գրանցել ապրիլի սկզբից, համապատասխանաբար աճելով 56%, 40% եւ 30%-ով։ 7 խոշորագույն ընկերություններին բաժին է ընկել S&P 500 ինդեքսի ընդհանուր աճի ավելի քան 40%-ը։ 2025 թվականի հունիսի 2-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026 թվականի հունիսի 1-ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 14.8 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.4 դրամ, իսկ եկամտաբերությունը 8.8%։
Նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը առայժմ ուժի մեջ կմնան։ Դաշնային վերաքննիչ դատարանը ժամանակավորապես արգելափակել է Ստորինատյանի դատարանի որոշումը, որով մաքսատուրքերը ապօրինի էին ճանաչվել։ ԱՄՆ միջազգային առևտրի դատարանն անցած շաբաթ որոշել էր, որ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները Ամերիկայի առևտրային գործընկերներից ներմուծման վրա խոշոր մաքսատուրքեր սահմանելով, հայտարարելով, որ սահմանադրությունը մաքսատուրքեր սահմանելու լիազորություն տալիս է Կոնգրեսին, այլ ոչ թե նախագահին։ Այնուամենայնիվ ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը արագ կասեցրել է այդ որոշումը կառավարության ներկայացրած վերաքննիչ բողոքը քննելու համար։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։